Հանգստացի մի հատ ու հավաքի քեզ։ Երբ ես գալու։ Խոսա։ Թող։ Մեգի։ Թողեցիր Մեգի ձեռը։ Չէ ժողովում որ ես աղջկան դուր չի գալի որ դու իրան կպնում ես։ Դավ նորմալ է, պետք չի։ Դավ։ Այս հոգնածյանը Դավ է։ Հա, աղվան, անունս Դավիթ է։ Անունս որտեղից գիտես։ Մեգի էսով է вообще։ Խիմենակ անունդ։ Լիքը բան գիտեմ քո մասին։ Ինչ նախասիրություններ ունես, ինչ կինոներ ես նայում, ինչ երաժշտություն ես լսում, ինչ խմբերի ես հետևում։ Ապե դու գիժես։ Սենց ասեմ, ապագատ էլ գիտեմ։ Ու ասեմ ավելին, մեջը ոչ մի լուսավոր ու դրական բան չկա։ Դավ։ Ես ասեմ քեզ շատ հետևողական ու օրինաչափ կյանք ես վարում։ Այդ բոլոր խմբերը, այդ նախասիրությունները, այդ կինոները ու երաժշտությունը, որ դու լսում ես, իրար հետ ինչ-որ ընդհանրություն ունեն։ Եվ արդեն գլխի ես ընկնում, չէ՞ ինչի մասին է խոսքը գնում։ Սի, աղա մեր Մեգին չգիտի ինչի մասին եմ ասում։ Արա կտամ բերանից կջարդեմ։ Սոցցանցերով քո էջը ուսումնասիրողը միանգամից կարի ենթադրի, թե ինչ կյանքով ես ապրում։ Իսի Մեգի սրա աչքերին նայի։ Սրա աչքերի կարմրացությունը 3 բան կարա վկայի։ Կամ էսի մի 5 կիլո սոխ մաքրել, կամ 2 ժամ սվարկինա նայել, կամ հենց հիմա թմրանյութի ազդեցության տակ է։ Հա, ո՞րն է այդ 3-ից։ Ճիշտ ասում աղբան։ Չէ, Մեգի խափում է, օրինում է։ Խափում եմ, դե լարի։ Դավ։ Որ խափում եմ։ Էս ի՞նչ է։ Գործ տվող գադա։ Մինչև վաղ է թողերը տաս։ Դե բարի գիշեր Նարեկ, ուղիղ տուն կգնաս, ես կոմ են կոմ չանես։ Դրիվ գիժ ես տվեն դա։ Բայց ինչ ես տենց ասում, շատ լավ տպավորություն է ինձ վրա թողել այդ տղեն։ Դրես ուտեմ գնամ քնեմ։ Շուտեր եկեն։ Դե հա, բայց ճիշտն ասած եկավ տանը չէիր, խիղճս ընենց տանջեց այդ տղայի համար, ասեցի ներս արի, սպասի դուրսը չմնա։ Տատի, իզորել անհանգստացել ես, Նարեկը դուրսը մնացողներից չի, ինքը իրան միտեղ կգտներ գնալու։ Չէ, տենց մի ասա, նենց մի տեսակ խիղճս տանջեց իրա համար, նենց լքված փիսիկի աչկերով էր ինձ վրա նայում։ Տատի, Նարեկը աղվես է, աղվես, ինչ փիսիկ։ Լավ Արսեն, տենց մի ասա, ինչ ես մարդկանց լավ եմ ճանաչում, ինքը շատ միայնակ տղա է, միայնակ մարդ։ Տատի, որ մենակ ապրում չի նշանակում միայնակ մարդ է, ուղղակի իր ընտանիքի անդամները Երևանում չեն։ Արսեն, դու առանց ծնողների ես մեծացել, բայց երբեք միայնակ չես եղել, բալես։ Տատի, Արսեն, մարդ իրա ներսում է միայնակ լինում, դա ամենացավալի միայնությունն է։ Ինչքան ուզում ես ընկեր ունեցի, մանավանդ ձեր դարում, էդ ինչ եք ասում, ինտերնետ է ինչ է, գրի, կարդա, գրի, իբր ընկերներ են, շատ են, բայց եթե դու ներսից միայնակ ես, դա կարևոր չի դու քանի ընկեր ունես, բալես։ Մեկ տենց խելացի բաներ ես ասում, մինչև վերջ քեզ չեմ էլ հասկանում երևի։ Էլ մի սկսի, դու շատ լավ էլ հասկանում ես, շատ էլ խելացի տղա ես։ Բարդեմ, գնամ քնեմ Սվետլանա Ահարոնովնա, բարի գիշեր։ Բարի գիշեր, ցավդ տան, բարի գիշեր, տղես։ Արսին ջան։ Հոշատ չվախեցար։ Ոնց ես կարծում, վախեցողը կգար հասներ ստեղ։ Դե գիտես, ընդհանրապես այդպես է լինում, մինչև գլուխը չես դնում առյուծի երախը, չես հասկանում, որ վախենում ես։ Աղվանը շատ լավ տղա էր։ Տարական դասարաններում ամենալավը ինքն էր սովորում։ Դասղեկս էլ ասում էր իրանից օրինակ վերցնեինք։ Իրան բոլորը սիրում էին։ Տեսնես հիմա ինչ կասեր դասղեկդ։ Ամեն դեպքում աղվանը շատ անսպասելի փոխվեց։ Մի ամառային արձակուրդից հետո, որ դասի եկանք ու արդեն դեռահաս էինք։ Դե հա, ընդհանրապես տենց է լինում։ Օրինակ, դրանից հետո տղաները սափրվում էին։ Աղջիկները սկսում էին թիթից կանացի պայուսակներով ման գալ, իսկ տղաները հակառակը արդեն ամաչում են պայուսակով գալ դասի։ Հա, ճիշտ ես ասում։ Հենց այդ ժամանակն էր։
Արդեն բոլորս փոխված էինք, ուղղակի աղվանը լրիվ ուրիշ մարդ էր դարձել։ Իսկ բայց ես մեկա տենց չեմ հասկանում, թե դու ոնց չէր ջոկել, որ ինքը թմրանյութի ազդեցության տակ է։ Դա ոնց կարամ օգնեմ իրան։ Դե, կարծում եմ երևի պետք է ընտանիքին ասվի, բայց առաջնային է նա, որ ինքը այդ աղջիկա գումարը տա։ Հա, հենց վաղը կխոսամ Լիլիի հետ, կասեմ պապային ասի կամ աղբորը։ Ու հա, Լիլին իր ծնողներին էլ է ճանաչում, կասեմ իրանց տեղեկացնի աղվանի վիճակի մասին։ Ապրես, դա շատ լավ կլինի։ Ու համել հետագայում էլ սենց իրավիճակների մեջ չես հայտնվի։ Դե ես սիրում եմ արկածներ։ Իսկ դու ինչի եկար իմ հետևից։ Դե, անկեղծ ասած ուզում էի քեզ ասեի, որ իր էջը ուսումնասիրել եմ ու հասկացել եմ, որ թմրանյութի հետ կապ ունի։ Վաճառող դժվար թե լիներ։ Նրանք ավելի ծպտված են։ Ինքը ի վերջո օգտագործող էր։ Ու համել չէ ուզում որ քեզ վտանգ սպառներ։ Ապրես։ Լավ, ես Արդեն գնաս։ Հա։ Բարի գիշեր։ Պակա։ Չեմ հասկանում, հիմա ոչ միտեղ չկա։ Ես միտեղ գիտեմ, մինչև ժամը 1-ը աշխատում։ Հենց է սիրտս ուզում։ Դու չասացիր։ Ոնց եղավ, որ որոշեցիր հետս հանդիպես։ Դե իրականում սպասում էի քո զանգին։ Ասեցի, եթե մի անգամ էլ զանգի կհամաձայնվեմ։ Գիտես, ես սովորաբար աղջիկներին այդքան չեմ զանգում։ Բայց քեզ չգիտես ինչի, որոշեցի էլի զանգեմ։ Ընկերոջս տատիկը ասում է, որ ես միայնակ տղա եմ։ Իսկ կարողա այս ճակատագիրը։ Իսկ կարողա ճակատագիրը, որ գիշերվա կեսին ես քո համար սուշի եմ պատվիրել։ Լուրջ։ Դու լրիվ գիժ ես։ Բացես։ Ապրես դու։ Ամշի։ Հարգեցիր ինձ։ Ես էլ քո սուշին։ Ապրես, բայց ես երբ պատվիրեցիր։ Երբ դու կռիվ էիր անում սուշիի համար, այդ ժամանակ է պատվիրել եմ։ Հիմա դու ես ասա, մերքին թե ձեր տուն։ Ես չգիտեմ թե դու ոնց, բայց ես արդեն չեմ դիմանում։ Բայց չես դիմանում, հենց տեղ էլ կուտենք։ Հոմովա։ Ունի այդպես մեկից փորձեմ։ Այո, կփորձեմ, մենք շան ճուճուտ ենք տղեկով պատվիրում։ Այսօր ոնց ենք ուրախանալու։ Լավը գործիչ եմ։ Ալո։ Չէ, սխալվում եք։ Չէ, ես տանը չեմ, տանը մարդ չկա։ Չէ, հաստատ սխալվում եք։ Լավ, բայց հիմա կստուգեմ։ Ինչ եղավ։ Գնանք մեր տուն։ Չգիտեմ ինչ ա եղել, բայց ասում են տանը մարդ կա։ Գնացինք։ Սա ափսոս է։ Ոնց Լիլ, իրոք տվեց գումարը։ Ես իրան գումարը արձերն տվեցի, իսկ ինքը երևի ամաչեց աչքերիս մեջ նայել։ Գիշերը քարտիս համարն ուզեց ու ուղարկեց։ Հասկացա։ Լավ, բայց դու այն ասացիս մասով կասես հայր ամամային։ Ապրես։ Մեգի, Հա, շատ ունես։ պատրաստվում եմ հələ։ Ես էլ չեմ կարա սպասեմ։ Հա, դու գնա, ես մենակ կգնամ։ Լավ, բայց պապայդ համար սուրճ եմ դրել, անպայման կտաս թող խմի։ Լավ, քեզ լավ աշխատանքային օր։ Քեզ էլ։ Պակա։ Ապրես Արսեն ջան, որ եկար հետևիցս։ Չհասկացա մեքենայից ինչ է եղել։ Թողել եմ արհեստավորի մոտ։ Հա, ընդհանրապես խնդիր չկա։ Աղաս, իսկ հրաչը գիշերը Հրաչը տաննա գիշերը խոսել եմ հետ։
Աղաս, ես գնացի։ Կզանգես։ Անպայման, ձեզ հաջողություն։ Հաջողություն։ Դու հանգիստ եղի Արսեն ջան։ Հələ չէ, կարա իրան վտանգի ենթարկի, բայց ուրիշ ոչ ոքի հաստատ չի վտանգի։ Ասես որ շանտաժ ես արել, հա։ Չէ դե, այդ շանտաժ չէր։ Ես իրոք կգնա իր հետևից ուրել որ գնար։ Մեկ էլ մի հարցեր էի ուզում տալ։ Հիշում ես որ մեզ պայքարի հետ ուղարկել է իրեն տղայի տուն խուզարկելու, այն որ Մեգիի կուրսեցինա։ Պայքարը առաջարկեց միգուցե կարանք Մեգիից խնդրենք որոշ ինֆորմացիա իմանալ այդ տղայից։ Ինչ։ Մեգին ոչ մի հարց, ոչ մի խոսք, հասկացար։ Հա, խնդիր չկա, ուղղակի պայքարը առաջարկեց, որովհետև ինքը կարծում է, որ այդ տղան ամեն դեպքում գիտի թե հոր ֆլեշկան որտեղ է։ Բարի լույս։ Քնած գեղեցկուին արթնացավ։ Այո, արթնացավ, որ ձեզ սուրճ դնի։ Ու ինքն էլ խմի, որ վերջապես արթնանա։ Այ ապրես։ Դե մենք էլ քեզ միանգամից կիչացնենք ակադեմիա, չէ, Արսեն ջան։ Հա, իհարկե, անպայման։ Արսեն, ինձ կօգնես։ Հա։ Բայց գիտեք չէ երեխեք ջան, պետք է արագ խմեք, 2 կում ու բաժակները դատարկեն, ժամանակ չունենք։ Պապ, լավ էլի չես թողելով արել եմ։ Դու կարևորը ոչ մի բանից չվախենաս։ Ինչ հարց տան հանգիստ կպատասխանես, լավ։ Լավ։ Բարի լույս ձեզ։ Բարի լույս։ Բարի լույս։ Ես դու այսքան շուտ ես եկել աշխատանքի։ Ինչի զանգերից չես պատասխանում, հա։ Ինչի է համարդ անհասանելի։ Չէ, զավարթը, բայց հեռախոսը սանջատվել էր։ Ծանոթացեք, Հերմինեն է։ Իր տուն գիշերը ներխուժել են։ Արեք ինչ որ չեմ հասկանում ինչա կատարվում։ Այս նոր ընթացակարգ է, հա։ Կապիտան Բադալյան, ծանոթ է այս աղջիկից։ Չէ, ծանոթ չի։ Գիշերը վախեցած ման էր գալիս, ասում է տունը մարդ է ներխուժել։ Ձեր տունը թալանել են։ Դե հետո որ մտանք տուն, հասկացանք, որ գողություն չի եղել։ Իսկ դուք այդ ժամանակ որտեղ էիք։ Ես դուրսն էի։ Դե ինձ զանգեցին։ Ով։ Իտալ Սոլար ընկերությունից։ Դե ես նրանց հաճախորդն եմ, իմ տանը արևային կայան է տեղադրված, ու նրանք հեռավար կերպով 24-ժամյա մոնիտորինգ են անում։ Ինչ էին անում։ Դե 24-ժամյա մոնիտորինգ։ Այսինքն զանգել էին ստուգեին ինչ որ խնդիր կա, թե չէ։ Զանգեցին, ասացին, որ օֆլայն եմ, ճշտում էին ինտերնետի հետ կամ հոսանքի հետ ինչ որ խնդիր կա, թե ոչ։ Ես էլ ասացի, որ տանը չեմ, բայց նրանք ինձ վստահեցրեցին, որ հոսանքի հետ խաղում են։ Դե կարող եք զանգել ինքներդ համոզվել 8128 համարով կամ գնալ նրանց օֆիս Արարատյան 82։ Հետո Դե հետո որ իրանք այդքան վստահ ասացին, մենք գնացինք տուն։ Մենք։ Դուք մենակ չէիք։ Չէ, մենակ էի։ Դե դուռը բաց էր, իրեր կային ջարդված, բայց ոչ մի բան չէին թալանել։ Ինչ է կատարվել նարեկ։ Լավ Հերմինե ջան, մենք ձեր գործը անպայման ուսումնասիրենք։ Վերջ։ Արի, ես քեզ կուղեկցեմ։ Շատ շնորհակալություն։ Զգույշ եղեք։
Նարեկ։ Վայ Նարեկ, վայ։ Քեզ 1000 անգամ ասեցի, զգուշ եղի։ Հա, բայց ինչ է ինչ ասեցի։ Լավ է տանցանք, դու գնա դու ես քեզ կզանգեմ։ Ոնց չես գալիս հետս։ Ես գործի եմ։ Չհասկացա, այսինքն դու ինձ լքում ես, երբ որ ինչ-որ հոգեկան հիվանդ ինձ է հետապնդում։ Աղջիկ ջան, ես ինչ անեմ, որ գործի եմ։ Գնա սրճարան, խանութ, բան, ման գալու։ Ես քեզ կզանգեմ։ Լավ։ Պապ չեմ կարա։ Հերիք շիքո պատճառով ինձ բոլորը մի տեսակ են նայում, հիմա ասում ես ամեն ինչ թողնեմ ու կամ։ Բայց ուր։ Ինչ կապ ունի ուր ես գալու։ Հորդ մոտ ես գալու, տղա ջան։ Ես ընդհանրապես չգիտեմ հերս որտեղ է։ Այ եթե պատրաստ լինես կիմանաս։ Լավ, հիմա ուշադիր ինձ լսի։ Պապա չեմ կարա։ Պետք է իմ համար մի բան էլ անես։ Պապ չեմ կարա, ակադեմիայում եմ։ Կլսեն։ Լավ, ու շուտ կկապվեմ հետդ։ Լավ։ Կար։ Պատրաստ ես դասին։ Նենց հավես չունում դասի։ Բայց եկել ես, չէ։ Դե տունն էլ հավես չունեի մնալու։ Պապայի հետ է կապված։ Կար։ Լսի։ Ես այսօր մի հատ ֆլեշկայի մասին եմ լսել, դու գիտես ինչ ֆլեշկայի մասին է խոսքը։ Չէ, ով է ասել։ Դե ինչ տարբերություն է, թե չգիտես ինչի մասին է խոսքը։ Չէ, չեմ հասկանում ինչի մասին ես խոսում Մեգի։ Հա, լավ, ուրեմն կարևոր չի։ Չէ, ասա։ Կար թե մեկը չգիտես ինչի մասին եմ հարցնում։ Ինչին ես որ բոլոր ներվերից ազդում։ Այս Արսեն ջան, այդ աղջկա դիմումը։ Հա, հենա, անունը գրած է, Էրմին է։ Իժգի ժանուցա է, որտեղից է տեկավ կապավ ինձ։ Նարեկ, մի հատ ճիշտն ասա էլի, ինքն եկավ կպավ քեզ, թե դու կպար իրան։ Աղաս ջան, ես իմ համար գնում էի։ Նարեկ ջան, այդ բացատրի էլի, այդ ոնց է ստացվում, երբ որ դու մի աղջկա հետ կապվում ես, այդ մարդն անպայման խնդիրների մեջ է ընկնում։ Երբ է տենց բան եղել։ Մեծ հիշեցրու։ Դու սրան նայ, որ չի հիշում։ Լավ, ես գնամ ես գործով զբաղվեմ, եթե պետք լինի կզանգեմ։ Սուր ես գնում։ Ուր է գնում։ Հերմինեի տուն։ Ոնց Հերմինեի տուն։ Դու սպասի։ Այդ գործով ես եմ զբաղվում։ Մի արտագրելու բան չկա, դա զբաղվի։ Դու ինչի։ Ինչ որ առանձնահատուկ վերաբերմունք ունես այդ աղջկա նկատմամբ, Նարեկ։ Ընդհանրապես առաջին անգամ եմ տեն։ Ահա, դել խնդիրը ինչումն է, կապիտան Բադալյան։ Ոչ մի խնդիր չկա։ Արա ինչ ուզում ես։ Գնա։ Դու գնա քո գործին։ Աղաս, ինչ ես ամեն անգամ սենց անում։ Իսկ դու ինչի էիր այդ աղջկան բերել հասցրել ստեղ։ Վախեցած էր։ Դե հա ճիշտ է, մենք մարդկանց օգնում ենք, բայց հոգեբանական աջակցություն մարդիկ պետք է ստանան հոգեբանական կենտրոններում։ Լավ։ Ես կգնամ, մարմնից սննդային աջակցություն կցուցաբերեմ։ Քեզ էլ բան չեմ բերի։ Այ Նարեկ։ Դերից ստանում եք էլի։ Կանգնի Լարա։ Պետին հետ ես։ Ես բան էի ասել, դու գնացել բերան, դա իր բացել։ Ում ինչ է եղել։ Հա, արդեն չես հիշում։ Եթե քեզ թվում է քո հետ կապված ամեն ինչ պետք է հիշեմ, չարաչար սխալվում ես։ Ես քեզ ֆլեշկայի պահով բան եմ ասել, դու գնացել ծակվել ես։ Ում ինչ եմ ասել։ Մեգին։ Դες ամենախնդրան որն է, որ նույնիսկ մոռացել էի դրա մասին։ Հələ դե ճիշտ էինք, էլի անում, որ քեզ հետ չէինք շփվում։ Բայց դուք իմ հետ չեք շփվում, այդ ես ձեր հետ չէի շփվում։ Համոթամես տղա ես։ Լավ արդեն լեզվիդ ես տալի։ Ես Մեգին ոչ մի բան չեմ ասել, ուզում ես հավատաս կամ չէ, այդ քո խնդիրն է։ Ու առհասարակ ինչի Մեգին ես բան պիտի ասեմ։ Դուք իմանաս։ Ինչ ֆլեշկա էր։ Մտածում ես ես հիմա քեզ պետքա բան պատմեմ։ Կար ասա ինչ որ խնդիրներ ունես։ Կատակ էի անում, մոռացի։
Ասեցիր ինչ որ գաղտնաբար պետքա բացես։ Դե տղաներով նստած էինք, տղաները ասում էին որ կարանք ջարդենք, ես ասում եմ հնարավոր չի։ Դե ասի քեզնից հարցնեմ, այդքան բան։ Ա, տենց։ Տենց։ Լավ։ Ամեն դեպքում իմացի որ ես մեկին ոչ մի բան չեմ ասել։ Ավելի լավ քո համար։ Բարև ձեզ։ Առաջին անգամ եք մեզ մոտ։ Ինչով կարող եմ ձեզ օգնել։ Երևում է, որ լացած եմ։ Իրականում որ ասացիք նոր երևաց։ Իսկ ունեք ինչ-որ բան, որ աչքերիս սկսեմ աչքերս ժպտան։ Հա, իհարկե, բայց կարող եմ ձեզ առաջարկել կտորային դիմակներ։ Դիմակները կօգնեն մաշկը ազատել հոգնածությունից ու լավ տեսք կտան։ Ու համեն դիմակը դնելու process-ը կշեղի առօրյա խնդիրներից։ Հետաքրքիր բան է։ Ունի բազմաթիվ լավ հատկություններ։ Կվերականգնի մաշկի խոնավությունը ու այդ ուծները կվերացնի։ Լավ։ Հա, Նարեկ։ Հա, ես կոկոյում եմ։ Չասեցի դուրս գաս։ Դե ներս արի էլի, ես բան եմ առնում։ Չեմ կարա, դուրս արի ինձ կտեսնես։ Լավ հիմա։ Կներեք, ես մի քիչ շտապում եմ, ինձ մի քանի տեսակի տվեք այս դիմակներից ու գնամ։ Սրանք կարող եմ առաջարկել ձեզ։ Սա մաշկը խոնավեցնում է, իսկ սա այդ ուծվածություններն է հանում։ Նաև կարող եմ այս երկու տեսականից էլ առաջարկել։ Շատ լավ, ես երկուսից էլ տվեք։ Շնորհակալություն։ Դժվար էր խանութ գալ։ Հազարատ ծանոթ ունեմ ստեղ, չեմ ուզում տեսնել։ Չեմ հասկանում, ամեն օր տոնային քսուկ ես առնում։ Ինչ։ Թե կնճիռները ծածկող քսուկ։ Չէ, ինչ ես խոսում, ծանոթի խանութը։ Լավ, լսի ինչի համար եմ եկել։ Արսենը ընկերս, հիմա ձեր տանն է։ Փորձագետներն էլ են աշխատում։ Արսենը քեզ հարցեր է տալու։ Հանկարծ շասես, որ իրար տեսել ենք։ Լավ, քանի անգամ է կարելի նույն բանը ասել։ Հասկացա, Նարեկ, չեմ ասի։ Դու Արսենին չես ճանաչում։ Ինքը կարող է նենց հարցեր քեզ տա, որ դու էլ չհասկանաս ոնց ես ամեն ինչ պատմում։ Լավ, հասկացա, ես հիմա կգնամ տուն։ Հարի, ես քեզ կուղեկցեմ, մեքենան ենք ով։ Չեմ գիտես, որ ես լիսանը չի կարելի մտնել։ Այսինքն այդ ինչ է նշանակում, ոնց չի կարելի մտնել։ Չեմ, դե համակարգիչներ են, թանկ տեխնիկա։ Իսկ այդ համակարգիչն ու թանկ տեխնիկան համար է։ Ուսանողների, չէ։ Իսկ մենք ով ենք։ Ուսանող։ Ապրես։ Նշանակում է, որ կարանք օգտագործենք, բայց իհարկե ես ոնց են օգտագործում։ Չեմ, եթե նույնիսկ դրա օգտագործման ձևը չգիտես, ինչի ես քիթդ ամենտեղ մտցնում։ Ես հիմա կհասկանամ, սպասի։ Արժեր ես 2 րոպեի համար բռնվել։ Երեխեք, գոռում եմ չեք կանգնում։ Վախացրիր, ինձ թվաց դասախոս է։ Բայց լավատես ես, գիտես։ Ինձ էլ թվաց բակումցն է, բայց աքսել չէ, շակ է։ Ինչ եք անում ստեղ։ Բռնվում ենք, իսկ դու։ Խոսալու բան կա ու շտապացյոն։ Եթե ես խանգարում եմ, կարամ գնամ։ Չէ, մնա, ես քեզ վստահում եմ։ Երեխեք նենց եմ սիրում, սենց ինտրիգներ չեք պատկերացնում, պատմի հելը։ Կարանի մասին է։ Ֆու։ Լուրջ եմ ասում, թե չգիտեի։ Երդվում եմ գիտեի, գիտես ոնց հասկացա։ Որովհետև ինքը կյանքում ինչ-որ հետաքրքիր բան չի կարա պատմի։ Ջոմ, լուրջ ջան։ Լուրջ լսում եմ։ Այսօր պապայինք Կարանի հորից էին խոսում, ես շատ բան չլսեցի, բայց ինձ թվում է շատ կարևոր է։ Իսկ ինչ կարա լինի։ Դու գիտեիր, որ ոստիկանությունը գնացել է Կարանենց տուն խուզարկման։ Չէ, չգիտեի։ Բայց ինչ են փնտրում։ Որ ասեմ Կարանի հորն են սեյֆի մեջ մանգալից կհապատաս, ես օրինակ չեմ հավատա։ Ինչ-որ ֆլեշկա են փնտրում։ Ֆլեշկա։ Որ ասա 2000 դրամը գնացեք խանութից առակ, ինչ եք մտել մարդկանց տները փորփրում։ Լավ, դզվեցի։ Իսկ այդ ֆլեշկայի մեջ ինչ է։ Կարանին մի երկու հարց տվեցի, բայց ասեց ոչ մի բան չգիտի։
Չգիտի թե։ Ինձ ասաց, որ չգիտի։ Ուղղակի չեմ հասկանում, եթե ոստիկանությունը իրանց տուն է գնացել հենց այդ ֆլեշկան փնտրելու նպատակով, ինքը հաստատ լսել է դրա մասին։ Ինչի ինձ ասաց, որ չգիտի։ Ձանձրալի է ձեր մոտ։ Էլ չեմ դիմանում, ես երևի գնամ։ Չէ, դու միշտ աչքիս առաջ մնա, հա, հենց ապահովա։ Ում համար ապահովի, թե քո։ Վերջ, ամեն ինչ լուծվել է, Խաչատրյան բարի երեկո։ Ես ուր էիր։ Պարզվել է, թե Էրմինեի տուն ով ա մտել ու ոչ մի բան էլ չի տարել։ Դե, Էրմինեն ինչ-որ նախկին ընկեր ուներ, որ տան բանալին ունեցել է, հարբած գնացել է տուն, տունը ավիրել է, ձեռքի հետ էլ հոսանքի ավտոմատնա փչացնում հիմարը։ Դրան տեսե։ Ինձ ասել էր, որ ընկեր չունի։ Ահա, բռնվեցիր։ Սրան տեսե։ Ինչ է կատարում, չեմ հասկանում։ Հրաչ, իմ նման տղուն խաբել են, այդ է կատարում։ Լավ էլի Նարեկ, քեզ խաբել կլինի։ Ամիկոնյանը լսում է։ Ով? Խաչատուրը բանկից։ Ուրախ եմ, որ հիշեցիք ինձ։ Ձեզ կարևոր ինֆորմացիա ունեմ տալու այդ գործի վերաբերյալ։ Ասա։ Պետք է հանդիպենք։ Հա, բայց դու քո փաստաբանները դատարանում ապացուցեցին, որ դու այս գործի հետ կապ չունես։ Խնդրում եմ, շուտ եկեք, պետք է հանդիպենք։ Լավ, հիմա կգանք, տեղդ ասա։ Ընկասկացյալներ։ Ինչ էր ուզում։ Չգիտեմ, պետք է հանդիպենք։ Ինչ-որ մեկը կասի, ինչ ա եղել։ Հիմա ժամանակը չի դրա, տղեր գնացինք ու արագ։ Հնարավոր չի, չէ, որ դու օրիգինալ լինես։ Շնորհակալ եմ, որ չես մոռացել։ Ով կա տանը։ Մարդ կա տանը։ Մարդ կա տանը, ձեն հանի։ Մարդ կա տանը։ Ձեն անեք, մարդ կա տանը։ Մոտեցել է մեր հանդիպուն պահը։ Այդ օրը ես հայտնվեցի շատ վատ տեղում ու շատ վատ ժամի։ Զինված հանցավոր խումբը մտել էր բանկ։ Աշխատակիցները ջահել տղա աղջիկ պարկած էին գետնին, ղրժում էին, լացում էին, երկու հոգի արդեն վիրավորված էին։ Իսկ բանկի անվտանգության համակարգը անջատված էր։ Ոստիկանությունն էլ տեղյակ չէր։ Ու ես միակ մարդն էի, որ կանգնած էր այդ զինված հանցավորների ու մարդկանց միջև։ Ես հիշում եմ, լսել եմ այդ պատմության մասին։ Ես ոչ էի թողնելու, որ բանկը թալանեն ու գնան։
Կրակոցներ սկսվեցին ու ես ուրիշ տարբերակ չունեի։ Ու ինչ եղավ։ Հենց այդ օրը Սարգսյան Համլետի աղբեր ընկավ։ Բայց այդ կարևոր չի։ Մենք այդ օրը իմացանք, որ իրանց օգնող ա եղել։ Հա, բայց ով։ Բանկի աշխատակիցներից։ Հետաքննությունը մեզ հանեց Խաչատուրի վրա։ Մենք շատ լուրջ կասկածներ ունենք, որ ինքը համագործակցում է այդ հանցավոր խմբավորման հետ։ Հենց ինքն էր օգնել, որ իրանք մտնեն բանկ։ Ինքն էր օգնել, որ անջատեն անվտանգության համակարգը։ Բայց փաստաբանները դրան ազատեցին։ Դատավորին ապացուցեցին, որ մեր կասկածները անհիմն են։ Ու այդքանից հետո որոշել եմ այդ կապի ու կամ ես տեսնի, հա, որ ինչ-որ ինֆորմացիա փոխանցի։ Նայած որ կարծում եմ մենք ճիշտ էինք։ 100% ճիշտ ենք եղել։ Հիմա տենանք ինչ ասելու։ Նարեկ Ստեփան։ Տղերք, չգիտեմ մեզ ինչա սպասվում, բայց բոլորը ձեզ զուսպ կպահեք։ Հա, լավ իջեմ։ Հաստատ ստեղ երավաս։ Հա, հաստատ։ Խապել է։ Բայց ինչի ես մի անգամից այդ մտածում։ Դա ուր է։ Ցույց ուր է։ Լավ, մի հատ հանգստացեք, տղեկ։ Ուր է այդ լակոտը։ Դա զանգի։ Կամ համարը դու ես զանգեմ։ Արսեն։ Արսեն։ Ես կապտամ արագ գան։ Լավ։ Զոհը շուր է եկել այդ պահին։ Աստորյան, Խաչատուրը վազել է, կամարակ քայլել է, իսկ մարդասպանն հետևից։ Ինչ է սպանության մասին մամուլում գրել են, դու էլ կարդացել եկել ես։ Ուղղակի եկա ուր ձեր կողքին եմ։ Շոքի մի տեսակ ես երևում։ Ջոմ ուզում եմ փախցնեմ այդ աղջկան։ Հերիք չտենց վատ բան ես մտածել, մի հատ էլ ինձ ես ասում դրա մասին։ Հիմա ձևա հորդ ավտոն վերցնենք, թե չէ։ Տիկին Պակունց, քարտեր, ում քարտներ։ Կարդաս, որ մյուս անգամ հարցեր եմ տալու։ Էլ եք գալու։ Իմ հետ կարաս դույով խոսաս։ Որտեղից։ Ինչ գործ ունի քո բանկային քարտը սպանված Խաչատուրի տանը։